վերացի տրանսպորտային հանգույցներում իրականացվում են նոր կանաչ տարածքների հիմնման և ձևավորման աշխատանքներ։ Պետք է նշեմ նաև, որ այս տարի աննախադեպ են գծային տնկարկների, տրանսպորտային հանգույցների ձևավորման աշխատանքները Երևան քաղաքում։ Գարնանային տուկի ընթացքում ամբողջ քաղաքում իրականացվում է կանաչ տնկարկների ավելացման, հիմնման և դրանց ձևավորման աշխատանքներ։ Պետք է նշեմ, որ ինչպես բոլոր տեղերում, այստեղ նույնպես անցկացվել է և անցկացվում է ոռոգման համակարգ։ Այս հատվածը շատ գեղեցիկ տեսք է ընդունելու, տնկվելու են նույնպես ֆոտինյա գնդաձև տեսակի ծառատեսակներ, պիսարդի տեսակի ծառատեսակներ, որոնք ունեն կարմիր տերև և շատ գեղեցիկ ծաղկում են, և ֆոտինյա տեսակի գնդաձև թփեր։ Վերևի հատվածում դեպի Հերացի փողոց այնտեղ ձևավորվելու է այդ հանգույցը ճանապարհային գնդաձև, ուրեմն կատալպա տեսակի ծառատեսակներով, ինչպես նաև մշտադալար գիհի կազակական և գիհի ժայռային տեսակներով։ Տունկը իրականացվում է այնպես, որ ձմեռային հատվածում էլ այս տարածքները չեն կորցնելու իրենց գեղազարդությունը, սկսած նախորդ շաբաթից մինչև այս շաբաթվա վերջ Երևան քաղաքի միայն գծային տնկարկներում, միայն ճանապարհներին հարող հատվածներում իրականացված ձևավորման աշխատանքների արդյունքում 1000-ից ավել արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներ են տնկվելու Երևան քաղաքում։ Սիրելի երևանցիներ, իսկ վաղը մեկնարկվելու է ամբողջ Իսակով պողոտայի տրանսպորտային հանգույցներում նոր կանաչ տարածքների հիմնման աշխատանքները, որտեղ տնկվելու են 500 ծառ։ Աշխատանքները մեկնարկելու են վաղը ժամը 11-ից։